Բարի երեկո սիրելի հեռուստադիտողներ, 2026-ի հարցազրույցի եթերաշրջանի առաջին թողարկումն է այսօր։ Տաղավարում հյուրընկալել եմ Իրանահայ համայնքի ներկայացուցիչ Ալիք օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Շահնազարյանին։ Պարոն Շահնազարյան, շնորհակալ եմ մեզ հյուրընկալվելու համար։ Իրանում բավականին ճգնաժամային լարված իրավիճակ է։ Ինչ է կատարվում հիմա Իրանում։ Իրանում բողոքի ցույցեր սկսվեցին տնտեսական անմխիթար իրավիճակի հողի վրա։ Կար առիթում ունեցել նշելու, կար ուրեմն ազգային արժույթի կտրուկ անկում, արժեզրկում, արտարժույթի աճ, սղաճի աճ, սոցիալական, տնտեսական կուտակված խնդիրներ, որոնք լուրջ, այսպես կոչված խնդիրներ էին ստեղծել, թե տնտեսվարողների համար, թե ընդհանրապես հասարակության համար։ Նման պայմաններում ձևավորվեց բողոքի ակցիաներ, բողոքի ցույցեր, որոնց պահանջը տնտեսական վիճակի բարելավումն էր, իրավիճակի վերահսկումը կառավարության կողմից, այդ սղաճի կանխումը, արտարժույթի գնի աճի կանխումը, ազգային արժույթի, այսպես արժեզրկման կանխումը, բոլոր պահանջները այդ սահմանում էր։ Մինչ այդ բոլորի համար հասկանալի էր։ Սրանք օրինական պահանջներ էին, կառավարությունը եւս հայտարարեց, երկրի գերագույն հոգևոր առաջնորդը եւս հայտարարեց, որ օրինական պահանջներ են եւ մարդիկ կարող են իրենց բողոքի ակցիաներով իրենց դժգոհությունը արտահայտել այդ մասին։ Սակայն շատ արագ դրանք ձևախեղվեցին, այսինքն այնինչ որ կատարվում էր որոշակի շրջանակների կողմից դա ծառայեցնելու քաղաքական նպատակների համար, դա ինչ որտեղ ստացվեց, նրանց հաջողվեց այս բողոքի ակցիաները շեղել իրենց ուղղությունից, դրանց տալ որոշակի քաղաքական երանգավորում, դրանք վերածվեցին երկրի որոշ հատվածներում անկարգությունների, բռնության փորձերի, հարձակում ոստիկանատան վրա, հարձակում պետական հիմնակ ձեռնարկությունների վրա, անգամ զինապահոստի վրա, որոնք Այսինքն զինվելու մտադրություն ունեն, զինյալ անձնավորություններ էին, զինյալ խմբավորումներ էին, որոնք կազմակերպում էին այդ ամեն ինչը։ Շատ արագ բովանդակությունը փոխվեց, տնտեսականից քաղաքականի վերածվեց, ձևախեղվեց այդ բողոքի ակցիաները։ Պարոն Շահնազարյան, այսինքն որոշակի ուժեր օգտվելով հանգամանքից։ Այո, որոշակի ուժեր օգտվելով հանգամանքից սկսեցին կատարել իրենց աշխատանքը։ Իրանը տևական ժամանակ է, երկար ժամանակ է գտնվում է Միացյալ Նահանգների եւ Իսրայելի, Արևմուտքի ընդհանրապես Միացյալ Նահանգներ հատկապես եւ Իսրայել դրանց այսպես կոչված քարոզչական եւ հոգեբանական պատերազմի ներքո, ճնշումների ներքո, այդ ակնհայտ է։ Ամեն կերպ փորձ է կատարվում ցանկացած իրադարձություն, որը տեղի է ունենում Իրանում սոցիալ-հասարակական բնույթի, դրանք ձևախեղել եւ վերածել քաղաքական, այսպես կոչված հատուկ նպատակներով ցույցերի, անկարգությունների վերածել։ Փիքը մենք ականատես էինք անցյալ 5-շաբթի օրը, հատկապես 5-շաբթի երեկոյան, որոնք դրանք վերածվեցին զանգվածային բռնությունների, սրբապղծության, հարձակում մզկիթների վրա, Ղուրան այրել, պետական հիմնակ ձեռնարկությունների շենքեր ավիրել, մարդկանց խաղաղ քաղաքացիների, բնակիչների շենքերի վրա մոլոտովյան կոկտեյլներ նետել, սպանությունների դեպքեր արձանագրվեցին, հանրային գույքի ոչնչացման դեպքեր, այդ ամբողջը, որը եկել էր նպատակային այդ ամեն ինչը կատարելու 44 հրշեջ մեքենա է ավիրել, 124 այրելը իսլամական պետությունում, շիա պետությունում մանավանդ, դա սրբապղծություն է համարվում, մզկիթի վրա հարձակվելը սրբապղծություն է։ Չմոռանանք, Իրանի հասարակությունը ավանդապաշտ, կրոնապաշտ հասարակություն է եւ ինչքան էլ որ բողոքի խնդիրներ լինեն, ինչքան էլ որ դժգոհության ալիք լինի հասարակության մոտ, ես ամենայն պատասխանատվությամբ կնշեմ, որ հասարակության ըստվար զանգվածի համար անընդունելի քայլեր են, նման քայլերը, նման գործողությունները, նման բռնությունները անընդունելի են։ Այսինքն Իրանի լայն հանրությունը չի աջակցում փողոցում տեղի ունեցողին։ Ես չեմ կարող ասել լայն հանրությունը աջակցում է, թե չէ, ես նման տվյալ, որ տոկոսային խոսեմ չունեմ, բայց հստակ կարող եմ նշել մի բան։ Երեք Իրանում տեղի ունեցան պրոիշխանական եւ իդեմ այդ իրադարձությունների, որոնք
հինգշաբթի եւ ուրբաթ օրը հատկապես տեղի ունեցան մայրաքաղաք Թեհրանում եւ այլ քաղաքներում։ Լրատվությունը, որ նայում եք, անգամ արևմտյան լրատվությունը թեպետ փորձում է հպանցի կողքից անցնել այդ ամեն ինչին չակնարկել, միլիոնավոր մարդիկ էին դուրս եկել ի պաշտպանություն համակարգի, եւ ի դատապարտում այն ինչի որ տեղի ունեցավ, որովհետեւ ինչպես նշեցի, ավանդապաշտ, կրոնապաշտ հասարակության համար անընդունելի է մզկիթի վրա հարձակվել, անընդունելի է Ղուրանի այրել, դա սրբապղծության հավասարազոր բան է Իրանում։ Եվ հասարակության մեծ մասը ասում ինչքան էլ դժգոհության ալիք լինի, նման բանի չի տրվում։ Այն բռնությունները, որոնք տեղի ունեցան, որևէ հերավոր աղերս անգամ չունեին այն արդարացի պահանջների հետ, որ առաջին օրերին ներկայացնում էին տնտեսվարողները, ներկայացնում էր հասարակության մի ըստվար զանգվածը։ Ընդհակառակը դրանք գալիս էին ապալեգիտիմացնելու այդ շարժումը, այդ արդարացի շարժումը, որ կար։ Սրանք այս ամբողջը նրբություններ են, որ պետք է հաշվի առնել եւ պետք է նկատի ունենալ իրադարձությունը ամբողջական վերլուծության ենթարկելու հանգամանքում։ Պարոն Շանազարյան, այնուամենայնիվ Իրանի իշխանությունները շատ արագ արձագանքեցին տեղի ունեցողին եւ փորձում են նաեւ լիկվիդացնել, ինչպես իրենք են հայտարարում, օտարուժերի հետ համագործակցող կամ նույնիսկ օտարուժերի միջոցով վերապատրաստված որոշակի խմբերի, որքանով է դա ստացվում եւ եթե դա կարողանան այդ խմբերին իսկապես առանձնացնել, ձերբակալել եւ այլն, կկարողանան նաեւ այս բողոքի ցույցերը ճնշել։ Հինգշաբթի եւ ուրբաթ օրերի դեպքերից հետո ես ինչու եմ անընդհատ շեշտում, որտեղ դա փիքն էր, գագաթնակետն էր։ Այն օրերն էր, որ պետք է ինչ-որ բան լիներ։ Պետք է ինչ-որ բան, մանավանդ հինգշաբթի օրը, որովհետեւ ուրբաթ օրն էլ նվազեց որոշակիորեն, իսկ ուրբաթ օրվանից հետո կտրուկ նվազման ընթացք ենք մենք տեսնում։ Այդ իրադարձությունները, որ տեղի ունեցան, բնականաբար յուրաքանչյուր իշխանություն ցանկացած երկրում անհրաժեշտ միջոցները համապատասխան համարժեք միջոցները ձեռնարկելու է իրավիճակը կարգավորելի դարձնելու եւ վերահսկելի դարձնելու համար։ Նույնը կատարեցին նաեւ Իրանի իշխանությունները, ցավոք սրտի բնականաբար կան զոհեր, անխուսափելի էր դա, ցավոք սրտի, իսկապես ցավալի է ցանկացած մարդու զոհ որևէ դեպքում նման պայմաններում զոհը ցանկալի չէ ոչ ոքի համար, առաջին հերթին ես կասեմ հենց իշխանությունների համար, որովհետև դա օգտագործվում է իրենց դեմ նաև, իրենց դեմ է օգտագործվում։ Ինչ տեղի ունեցավ։ Այն օրվանից, որ նկատելի էր, որ կա ընթացք, որը փորձում է ձևախեղել այս բողոքի ակցիաները, մի բան պարզ էր, հսկայական քանակությամբ զենք զինամթերք է մտել Իրան։ Այդ խմբավորումները այդ ամբողջը, որը այդ հարձակումներն էր կատարում, կրկնում եմ, ամբողջին եւ ցուցարարներին, արդար ցուցարարներին պետք է բաժանել, տարանջատել, հստակ տարանջատել միմյանցից։ Այդ ամբողջը, որ այդ խմբավորումների գլխավորությամբ նման բաներ կատարում, զինված էին, մարտական զենքով ընդ որում, կալաշնիկով, վինչեստեր, նռնակներ, որ տրամաբանությունը հուշում է, որ խաղաղ ցուցարար բնականաբար նման զենքեր ոչ կարող է օգտագործել, ոչ հնարավորություն ունի օգտագործել, ոչ էլ նաև օգտագործելու ձևներ չգիտի։ Չգիտի եւ ցանկություն էլ չի ունենա նման բան օգտագործել։ Սկսել էր զենք զինամթերք օգտագործել, ասացի, մանավանդ արևմտյան նահանգներում մի քանի նահանգներ որոշակիորեն Լորեստանը, Չարմահալ եւ Բախտիարին եւ Իլամը մանավանդ, որ էպիկենտրոնն էին այդ անկարգությունները, այդտեղ զենք զինամթերք էր օգտագործվում, հարձակումներ էր կազմակերպվում։ Հետո դա փորձեցին տարածական դարձնել այլ քաղաքների վրա։ Հինգշաբթի ուրբաթ օրերի դեպքերից հետո իշխանությունները արդեն անցան կտրուկ գործողությունների։ Այս ընթացքում պաշտոնապես հայտարարվել է 200 անձի ձերբակալության, ավելի քան 200 անձի ձերբակալության մասին, որոնք այսպես կոչված այդ անկարգությունների լիդերներ, պարագլուխներն էին, կազմակերպիչներն էին։ Այդ զինված խմբերի։ Այո, զինված խմբավորումների, զանգվածային անկարգությունների, բռնությունների, ավերածությունների այդ ամենը կազմակերպողների լիդերներ եւ պարագլուխներն էին տարբեր քաղաքներում։ Ավելի քան 200 հոգի ձերբակալվել է, շարունակվում այդ ձերբակալությունները, ինտերնետի կապը որ կտրվել է, բնականաբար նոր տվյալներ ես չեմ կարող հայտնել, բայց դա նաև նպաստում է, որպեսզի այս խմբակների միջև, այս խմբավորումների միջև, կորիզների միջև կապը անջատվի եւ ավելի հեշտ լինի դրանց հայտնաբերել, չեզոքացնելը, դա նպաստում է, այդ խմբակներն են չեզոքացվում, կա նաև
Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի անվտանգության ծառայությունը հայտարարեց, որ արդեն պաշտոնապես հայտարարել է 3 գործակալի մասին, Մոսադի 3 գործակալի ձերբակալության մասին, որոնք անմիջականորեն ղեկավարում էին այս ամեն ինչը, վերահսկում այս ամեն ինչը, ընդ որում դրանցից մեկը օտարերկրյա քաղաքացի է։ Սա պաշտոնապես հայտարարել են արդեն այդ տվյալները կան, երբ այս ձերբակալությունները տեղի ունեցան, երբ կարողացան նաև այն ցուցարարները, որոնք այդ բանին մասնակցում էին այդ գործողություններին, դրանց նաև ձերբակալել, մի ստվարզանգված ձերբակալվել է, մենք ականատես ենք անկումի իրադարձությունների, այսպես կոչված կառավարիլի դառնալու եւ ցուցարարների թվի կտրուկ նվազում, որը ոչ միայն տնտեսական խնդիրներ ցույցի գնացած մարդիկ բնականաբար չէին աջակցում, որը ոչ միայն պայմանավորված է այդ ձերբակալների եւ իշխանությունների կտրուկ գործողություններից, այլ այն ինչ հետ որ ես նշեցի, ավանդապաշտ, կրոնապաշտ հասարակություն, որի համար անհասկանալի, անընդունելի են եւ մերժելի են նման արարքներ, նման սրբապղծություն, նման հասարակական անկարգություններ։ Պարոն Շահնազարյան, այնուամենայնիվ Թրամփը ուշադրության կենտրոնում է պահում Իրանի հարցը, միջազգային լրատվամիջոցները գրում են այն մասին, որ Թրամփը նույնիսկ քննարկում է Իրանին հարվածելու հարցը, նույնիսկ քննարկվում է տեղեկատվությունների համաձայն իսրայելա-ամերիկյան համատեղ ինչ-որ, օպերացիայի հավանականությունը։ Նաև Իրանի պաշտպանության նախարարն է հայտարարում, որ Իրանի վրա ցանկացած հարձակում իր համարժեք պատասխանը ստանալու է։ Այնուամենայնիվ վտանգ չկա, որ հարված Իրանի ուղղությամբ կլինի, եւ արդյոք այդ պարագայում շատ ավելի վտանգավոր չի դառնում ճգնաժամը Իրանում։ Ես կասեի, որ հիմա ավելի կարևոր է ուշադրությունը դարձնել արտաքին ճակատի վրա այն իրադարձությունները, որոնք տեղի են ունենում Իրանի այս ճգնաժամի շուրջ։ Դա որոշակիորեն Իրան-Ամերիկա հարաբերություններ եւ Դոնալդ Թրամփի հայտարարություններ պատերազմի կամ սահմանափակ հարվածների հնարավորության մասին է։ Սրանք այն հիմա ներկա դրությամբ այն կարևոր իրադարձություններն են, որ տեղի են ունենում։ Հատկապես միջուկային օբյեկտների կամ բալիստիկ հրթիռների արտադրություն, բալիստիկ հրթիռների արտադրություն, Իրանի հրթիռային քաղաքները, որոնք գոյություն ունեն եւ մեծ տարողություն ունեն, շատ մեծ ներուժ կա այդտեղ կուտակված, դրանց մասին է խոսքը։ Ներկա դրությամբ դատելով երկու կողմերի պաշտոնյաների հայտարարություններից եւ այն փաստերը, որոնք գետնի վրա գոյություն ունեն, միանշանակ կարելի է նշել կողմերի միջև անուղակի շփումներ գոյություն ունի։ Խոսքը շփումների մասին է, ոչ թե բանակցությունների մասին։ Այսինքն փորձում են որոշակի հայտարարություններ գոյություն ունեն, որովհետեւ չեմ կարծում, որ ոչ Իրանին, ոչ Միացյալ Նահանգներին կամ ոչ տարածաշրջանի մեկ այլ երկրի անհրաժեշտ է նոր պատերազմ, այս նոր էսկալացիա այս տարածաշրջանում, առանց այն էլ փխրուն այս տարածաշրջանում Մերձավոր Արևելքում Օմանի միջնորդական Օմանի արտգործնախարարի այցը որպես դասական միջնորդը Իրանի եւ Միացյալ Նահանգների միջև այցը Իրան, Թուրքիայի, Եգիպտոսի, ինչու՞ չէ նաեւ Իրաքի, այսպես կոչված այդ ցանկությունը դառնալու միջնորդ երկու երկրների միջև վկայում այն ամենայնիվ, որ դիվանագիտական ակտիվ անուղակի շփումներ կողմերի միջև գոյություն ունի։ Թե այդ շփումները կվերածվեն բանակցությունների թե ոչ, ժամանակը ցույց կտա։ Ես կարծում եմ, որ ռազմական գործողությունների հնարավորությունը այնուամենայնիվ պահպանվում է, հստակ է դա պահպանվում է, որովհետև սեղանի վրա կա դա եւ Միացյալ Նահանգները դա չի թաքցնում, բայց դրա հնարավորությունը ներկապահին ես սահմանափակ եմ գնահատում։ Հնարավորությունը սահմանափակ է, որովհետև կրկնում եմ, երկու կողմերին ձեռնտու է ավելի շատ խնդիրը միմյանց միջև արկա խնդիրները լուծել դիվանագիտական միջոցով։ Այդ մասին վերջին օրերի ընթացքում հենց այս ցույցերի պիկի ժամանակ դրա նախորդին դրանից հետո 3 այդ միտինգի ժամանակ արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է բացեիբաց, որ մենք պատրաստ ենք հավասարի նստել բանակցությունների սեղանի շուրջ, կարգավորել արկա խնդիրները։ Ոչ մի հարց դրանում, բայց հավասարի պայմաններում եւ որևէ նախապայման մեզ համար անընդունելի է։ Այնպես որ պետք է սպասենք իրադարձությունների զարգացումների, կրկնում եմ, կա
հնարավորություն պատերազմի չպիտի բացառել, սահմանափակ է։ Մի կարևոր հանգամանք եւս կա, այս պատերազմը եթե սկսվի, դա անխուսափելիորեն ներքաշելու է Իսրայելին նաև, չնայած Նեթանյահուն անգամներ հայտարարել է, չնայած մենք տեսնում ենք, թե այս բողոքի ակցիաների առաջին իսկ օրից եւ մանավանդ այն պահերին, որ դա թեժանում էր եւ հասավ իր գագաթնակետին, ինչպիսի ցայտնոտի մեջ էին, ինչպիսի ողջավորության մեջ էին, թե Նեթանյահուն, թե Իսրայելի տարբեր, այսպես կոչված կառավարական համակարգի ներկայացուցիչներ, առաջնային, երկրորդական, երրորդական ներկայացուցիչներ, այդուամենայնիվ, երբ իսրայելական մամուլը ուսումնասիրում է, փորձագետները խորհուրդ են տալիս կառավարությանը, որ ուղղակի չներքաշվել այս պատերազմում, մնալ Միացյալ Նահանգների թիկունքում։ Սա նշանակում է այն մասին, որ իրենք լուրջ վերապահումներ ունեն, թե ինչ է կարող տեղի ունենալ, եթե այնուամենայնիվ Իսրայելը կամ ամբողջ տարածաշրջանը ներքաշվի պատերազմի մեջ, չմոռանանք, որ Իրանի տարբեր պաշտոնյաներ, ընդ որում պաշտպանության նախարարը, որ շեշտեցիք, հստակ նշել են, որ պատերազմի դեպքում ամերիկյան շահի յուրաքանչյուր օբյեկտ այս տարածաշրջանում լինելու է մեր օրինական թիրախը։ Այդ օբյեկտներից մեկն էլ Իսրայելն է։ Անդրադառնանք ցույցերին ազգային պատկանելության հիմքով հայտնի խմբերի մասնակցությանը, Ադրբեջանը հանրային հեռուստաընկերությամբ եւ իր մյուս լրատվամիջոցներում ակտիվորեն ցույց է տալիս այդ ցույցերը, փորձում է ցույց տալ, թե Իրանում հակակառավարական շատ լայն դրամատրություններ են եւ այլն եւ նույնիսկ չեն խորշում խոսել հարավային Ադրբեջանի օգուտի մասին Իրանի իշխանությունների դեմ այս ցույցերից։ Պարոն Շահնազարյան, իսկ իրանաբնակ ադրբեջանցիները կամ այդպիսին իրենց համարողները իսկապես ակտիվ մասնակցություն ունեն ցույցերին, թե վերապահումներով են մոտենում։ Այս իրադարձությունների ընթացքում ակտիվություն նկատվում էր այն նահանգներում, որոնք հիմնականում կամ մասամբ բնակեցված են քրդերով։ Այսինքն ում շրջանում ամերիկյան ազդեցությունը կա։ Ամերիկյան ազդեցությունը կար Իրաքյան Քրդստանում, մենք գիտենք, որ Իրանի քրդական, այսպես կոչված կուսակցությունները, որոնք Իրանի իշխանությունների կողմից համարվում են ահաբեկչական խմբավորում, Իրանի Քուրդստանի դեմոկրատական կուսակցությունը, Քոմելե Զահմաթքեշանը եւ մի քանի նման կուսակցություններ կան։ Դրանց գրասենյակները գտնվում են Էրբիլում։ Նրանք աշխատում են Էրբիլում։ Իսկ Իրանը իրաքյան քրդական ինքնավարության հետ անվտանգային պայմանավորվածություններ, որ այն առումով, որ այս խմբավորումները իրավունք չունեն Իրանի սահմանին կամ Իրանի սահմանից ներս գործողություն ունենալ։ Ցավոք սրտի այդ պայմանավորվածությունները խախտվեցին։ Նրանք անմիջականորեն ներգրավվեցին այս ամեն ինչում, հայտարարություններ կատարեցին այդ առումով, մանավանդ այն փիքորերին, որ պետք է դուրս գալ փողոց, էս անել, այն անել, բողոքի ակցիաներ, զինվել, գնալ առճակատման իշխանությունների հետ, սա այն վերջին պատերազմն է, որ մենք պիտի տանք եւ բազմաթիվ լուսանկարներ եւ բաներ կար, որ դրանք այդ խմբավորումները քրդական դրոշի ներքո էին Այսինքն անջատողականությունը կա, բայց դա ավելի շատ քրդական բանով էր։ Այսինքն Ալիևը շարժումները այդքան ակտիվ չէին։ Ադրբեջանի կողմից շատ մեծ խանդավառությամբ էին հետևում եւ Իրանի արտապատականի ժողովուրդը թյուրիմացություն է, եթե պատկերացում կա, որ դրանց այսպես կոչված թեկուզ հարաբերական մեծամասնությունը պանթուրքիստներ են եւ երազում են միանալ այսպես կոչված հյուսիսային Ադրբեջան Հանրապետության։ Այսինքն դա Ալիևի երազանքներն են։ Եթե սրանք խոսում են հարավային Ադրբեջանի մասին ճակերտավոր, հենց այդ շրջանակներում կան մարդիկ, որոնք խոսում են հյուսիսային Ադրբեջանի մասին եւ ասում են, եթե պիտի մեկը մեկին միանա, դա այն հյուսիսային Ադրբեջանն է, որ պիտի վերադառնա մայր հայրենիքին Իրանի։ Ներկայիս Ադրբեջանի Հանրապետությունը։ Պարոն Շահնազարյան, խոսենք հայկական համայնքի մասին, ինչ վիճակում է հայկական համայնքը հիմա, անվտանգ է, ինչ լուրեր կան։ Ես քանի որ կապը կտրված է վերջին օրերին, այդպիսի տեղեկատվություն չունեմ, բայց դատելով ընդհանուր իրավիճակից, որը տիրում է Իրանում, հայկական հասարակությունը, հայկական համայնքը չեմ կարծում, որ ինչ-որ անվտանգային լուրջ խնդիրների դեմ կանգնած լինի։ Մանավանդ, որ ի պատիվ իշխանություններին նման դեպքերում, եթե անկարգություններ կան, նման զանգվածային անկարգություններ կան Իրանում,
իրանական իշխանությունները հատուկ ուշադրություն են դարձնում նաև հայկական համայնքի անվտանգությունը ապահովելու գործում։ Հավելյալ անվտանգություն մանավանդ Թավրիզում եւ Ուրմիում, որտեղ ունենք փոքրաթիվ, այսինքն այդ ատրպատական նահանգներում, արևելյան ատրպատական, արևմտյան ատրպատական, Թավրիզ եւ Ուրմի, որտեղ կա փոքրաթիվ հայկական համայնքներ, դրանց անվտանգությունը ապահովելու առումով։ Բայց տրամաբանորեն ես կարող եմ ասել, որ մեր ազգային իշխանությունները, թեմական խորհուրդը, թե Թեհրանում, թե Նոր Ջուղայում, Սպահանում, թե Թավրիզում, Ատրպատականում դրանք համապատասխան քայլերը ձեռնարկելու են, որպեսզի անհրաժեշտ միջոցները ձեռնարկեն իշխանությունների հետ համագործակցաբար հայկական հայ առաքելական եկեղեցու թեմերը, հայ առաքելական եկեղեցու թեմը անվտանգությունը ապահովելու համար։ Ցավոք սրտի կա մեկ զոհ, հայ, խոսվում է այդ մասին, արդեն լրատվությունում կա, որ մեկ զոհ կա, հավելյալ այլ տեղեկություններ ես ներկա պահին չունեմ, բայց կարող եմ պատասխանատվությամբ նշել, որ չեմ կարծում, որ համայնքը այդպիսի անվտանգային շատ լուրջ խնդիրների դեմ կանգնած լինի։ Պարոն Շահնազարյան, դուք նշեցիք, որ հայ առաքելական Սուրբ եկեղեցին տվյալ պահին Իրանի իշխանությունների հետ ուղիղ կապի մեջ է, որպեսզի կարողանա իր հավատավոր հոտի անվտանգությունը ապահովել։ Իսկ իշխանությունների կողմից որևէ գործողություններ եղել են հաշվի առնելով լարված իրավիճակը հայտարարություններից բացի, ինչ որ տեղեկատվություն ձեզ հասանելի է որպես իրանահայի, դուք ձեզ վրա զգացել եք իշխանության իշխանությունների կողմից։ Այո։ Ես որևէ հայտարարություն որևէ նման բան չեմ տեսել, ոչ արտաքին խողովակներով դիվանագիտական ինչ-որ միգուցե ես չեմ կարող ասել, որ դիվանագիտական խողովակներով ինչ-որ կապեր կան թե չկան, բնականաբար տեղյակ չեմ, բայց արտգործ նախարարության պաշտոնական կայքում ես նման լրատվություն չեմ հանդիպել, կրկնում եմ, եւ նույնը Սփյուռքի գործակատարի հետ կապված, Զարեսինյանյանի հետ կապված, հանձնակատարի հետ կապված նման բան չեմ տեսել, նման հայտարարություններ չեմ տեսել։ Դուք որպես իրանահայ, ինչպես է գնահատում արտաքին գործերի նախարարության եւ Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատարի աշխատանքը հայ համայնքի հետ կապված աշխատանքներում, ինչ գնահատական կտայիք։ Սփյուռքի հանձնակատարը որևէ դերակատարություն իրանահայ համայնքում բարեբախտաբար չունի։ Բարեբախտաբար որևէ դերակատարություն չունի Իրանում, որովհետև ցավոք սրտի մենք ականատես ենք, որ 2018 թվականից հետո ի վեր, երբ մանավանդ Սփյուռքի նախարարությունը կազմալուծվեց եւ այս նոր համակարգը փոխարինեց դրան, այս հանձնակատարի հիմնական պարտականությունը, հիմնական գործառույթը եղել է նաեւ Սփյուռքում պրոիշխանական օջախներ ստեղծել, Սփյուռքի ավանդական կառույցները, որոնք գոյություն ունեն, դրանց պարակտելու ուղղությամբ աշխատել։ Ես որևէ դրական աշխատանք, անկեղծ ասած, այս տարիների ընթացքում այս գրասենյակի կողմից Սփյուռքյան որևէ համայնքում չեմ տեսել։ Այդ առումով ես կասեի, որ իրանահայ համայնքը ունի այդ բարեբախտությունը, որ նվազագույն զրոական բանը դերակատարությունը ունի այս գրասենյակը Իրանում։ Արտգործնախարարությունը դեսպանատունը բնականաբար աշխատում է Թեհրանում, դեսպանատունը բնականաբար իրանահայ համայնքի եւ ազգային իշխանության հետ կապի մեջ է, տարաձայնությունները միանշանակ գոյություն ունեն քաղաքականության հետ կապված, բայց մի բան ես կարևորում եմ եւ պետք է նշեմ, այն ինչ որ վերաբերվում է Հայաստանի Հանրապետության անվտանգությանը, տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը, Իրան-Հայաստան հարաբերությունների բարելավմանը, այսինքն այն ինչ որ բխում է յուրաքանչյուր հայի հայրենիքի անվտանգությունից, մեր ժողովրդի շահերից, բնականաբար այդ պարագաներում համայնքը եւս համագործակցում է դեսպանատան հետ այդ պարագայում։ Մնացյալ բաներում այո սուր տարաձայնությունները ամեն ինչ գոյություն ունի եւ ոչ ոք չի կարող դա թաքցնել։ Իսկ ինչպես է գնահատում Հայաստան եւ Իրան փոխհարաբերությունները, արդյոք այն փոխհարաբերությունները, որ կան երկու հարևան եւ բարեկամական փաստացի երկրների միջև, օգտագործում են այն ամբողջ ներուժը, որը կա, թե ամեն դեպքում Թերանում է որևէ։ Առիթ եմ ունեցել անգամներ նշելու Հայաստանի վերանկախացումից ի վեր 1991 թվականից ի վեր Իրան-Հայաստան հարաբերությունների ամենատարբեր ոլորտներում, սկսած քաղաքական, տնտեսական,
մշակութային, հասարակական, ինչու՞ չէ նաև ռազմական եւ անվտանգային։ Ես հատուկ շեշտում եմ ռազմական եւ անվտանգայինը ու քաղաքականը։ Գոյություն ունի հսկայական ներուժ, որը ցավոք սրտի ոչ միայն չի իրացվում այդ ներուժը, այլ այն այսպես կոչված երևելի շեմին չի հասնում։ Այն շեմը, որ կարող ենք համարել, որ ընդունելի է, որը կարող է ընդունելի համարել եւ դրանից փորձենք ավելի զարգացնել։ Այդ շեմին չի հասնում անգամ։ Կրկնում եմ 35-6 տարվա ընթացքում անկախությունից ի վեր։ Եվ այդ ուղղությամբ պետք է աշխատել։ Իսկ 2018-ից հետո հարաբերությունները լավացել են, թե հարաբերական հարաբերությունները, ես ասեմ ձեզ, որովհետև մանավանդ հիմա կոնկրետ գանք այն դեպքից հետո այս օգոստոսի 7-ի Վաշինգտոնյան հանդիպումից նախաստորագրված փաստաթուղթ Թրամփի ուղի Հայաստանի հավանությունը այդ ամեն ինչին անորոշություն է ստեղծել Իրանում։ Ոչ ակնհայտ է, որ ոչ Իրանի կառավարությունը, ոչ Իրանի փորձագիտական շրջանակները ոչ մեկին չի բավարարում այն բացատրությունները, հավաստիացումները, որոնք տալիս են Հայաստանի գործող իշխանությունները այսօր այդ ամեն ինչի հետ կապված։ Դա միանշանակ եւ ակնհայտ է հայտարարություններից։ Չեմ կարծում, որ երկրորդ կարծիք կարող է լինի։ Այո, դիվանագիտական առումով միգուցե զուսպ հայտարարություններ լինեն, բայց մենք տեսնում ենք, որ տողատակում հստակ նշվում է, որ այդուհանդերձ մեզ դեռևս վստահություն չի ներշնչում այս ամեն ինչը։ 2018 թվականից հետո անորոշություն կա Հայաստանի Հանրապետության իշխանությունների գործողությունների հետ կապված, որ այդ անորոշությունը չի վերացվում, չի փարատվում։ Այսինքն վստահություն չունեն Հայաստանի իշխանությունների նկատմամբ։ Ես չեմ կարող ասել 100% վստահություն ունեն թե չունեն, նման կտրուկ գնահատական տամ, բայց վերապահումները շատ մեծ են գործողությունների նկատմամբ այն քաղաքականությանը, որը վարում է Հայաստանի Հանրապետության գործող իշխանությունները, որովհետև պատկերացրեք Թրամփի ուղու հետ կապված, ինչքան էլ ասեն դա երրորդ երկրի դեմ ուղղված չէ, հիմա հենց այս լարված պայմաններում այդ ուղին, ասենք, կյանքի է կոչվում 2026 կամ 27 կամ ինչ-որ թվականի։ Հաստատվելու են ամերիկյան ուժեր։ Դրա անվտանգությունը ապահովելու են հիմնականում ամերիկացիները, դա վերահսկվելու է Վաշինգտոնի կողմից։ Իրանի համար ինչքան ընդունելի է, որ իր անմիջական սահմաններում տեղակայվում են Միացյալ Նահանգները։ Դա ուղղակի նշանակում է ՆԱՏՕ-ի ներկայություն իր անմիջական սահմանին։ Դա նշանակում է Իսրայելի ներկայություն, ուզեն թե չուզեն։ Այդ ամենի թիկունքում կան այս ուժերը ուղղակի կամ անուղղակի ներգրավված։ Ինչքան երթուն պատարակ, այսպես ասած, խոսակցական լեզվով ասենք, որ չէ նման բան տեղի չունենա, մենք բոլորս գիտենք, որ խորքում այդ ամբողջ խնդիրները կան եւ այդ ամբողջ խնդիրները մտահոգում են Իրանին։ Էլ չասեմ, որ Իրանը կորցնում է, կարող է կտրուկ կորցնել իր դերակատարությունը եւ նշանակությունը, առանց այն էլ թուլացած դերակատարություն եւ նշանակությունը Հարավային Կովկասում, Իրանի համար այդ ուղին փորձագիտական շրջանակների վերլուծությունները, որ հետևեք իրանական, հստակ նշվում է, որ տնտեսական այնպիսի շահ չունի, ընդհակառակը կարող է վնասել Իրանի տնտեսական շահերին, այն ինչ որ Իրանի համար Իրանը համարվում էր այդ կապող օղակը Ադրբեջանի, Նախիջևանի եւ հետո դեպի Թուրքիա, դա վերանում է, Իրանը իր դերակատարությունը կորցնում է հյուսիս-հարավ առանցքի վրա, թե տրանզիտ առանցքի վրա, դեպի Սև ծով, դեպի Ռուսաստան, լուրջ խնդիրներ է ունենալու Իրանը, բացի դա կա մեկ ավելի կարևոր ռազմավարական առանցք Ռուսաստան, Հայաստանի վրա Իրան, Չինաստան, այսինքն այդ ռուս-իրանը-չինական այդ առանցքը, որը ձևավորվում է, այս ամենը ուղղված է հարվածելու նաև այդ առանցքին, այս երկրներին միմյանցից, այս երեք տերություններին իրարից կտրելու, անջատելու, ամեն մեկին յուրովի շրջափակելու։ Եվ պատկերացրեք Իրանի սահմանում կյանքի է կոչվում մի շղթա։ Թուրքիայից սկսվում է Նախիջևանով, Հայաստանի վրայով անցնում է Ադրբեջան, Կասպից ծովով, Թուրքմենստան եւ մինչեւ Չինաստանի դարպասները թուրանական շղթան է ձևավորվում։ Առիթ եմ ունեցել նշելու Ադրբեջանում վերջերս թուրքալեզու պետությունների կազմակերպության գագաթնաժողովում, թե կազմակերպության նախագահ, թե յուրաքանչյուր մասնակից պետության ղեկավար իր ելույթում երկու բաներ նշում, որ այո, սա մեզ համար Թրամփի ուղին, որ իրենք առանց թաքցնելու նշում են Զանգեզուրի միջանցք, որովհետև դա միջանցքն է, այդ միջին միջանցքն է, Զանգեզուրի միջանցքն է, հիմա մի քիչ գեղեցիկ փաթեթավորված ներկայացնում են այդպեսին։
Իրանք նշում էին այդ մասը, որ սա ոչ միայն այս Զանգեզուրի միջանցքներ համար տնտեսական հաղթանակ է, այլ եւ առաջին հերթին աշխարհաքաղաքական եւ ռազմավարական նշանակության հաղթանակ է, որը ամրապնդում է թուրքական աշխարհի դերակատարությունը եվրասիական տարածաշրջանում։ Կարծում եմ, այս ամեն ինչը խոսում է, թե Իրանը ինչպես պիտի վերաբերվի եւ ինչ անվտանգային սպառնալիքներ կան ուղղված Իրանին այս կապակցությամբ։ Անդրադառնանք Իրանի հայ համայնքին 2025 թվականի մայիսից Նիկոլ Փաշինյանը լծվել է հայ առաքելական եկեղեցու դեմ պայքարին, ունենք ազատազրկված սրբազաններ, քահանա եւ Նիկոլ Փաշինյանը լծվել է եկեղեցու սահմանադրություն գրելու գործին, այդ մասն է խոսում, կանոնադրություն է մշակում եւ այլն եւ այլն։ Իրանահայերը ինչպես են վերաբերվում այս արշավին։ Աջակցողներ կան։ Ես նշեմ մի բան, այս իշխանություններին, եթե այս 8 տարվա ընթացքում ինչ-որ բան հաջողված չլինի, մի բան միանշանակ հաջողվել է, դա հայ հասարակությանը պառակտելն է, թե Հայաստանում, թե Սփյուռքում։ Այո, Նիկոլ Փաշինյանին աջակցողներ կան նաև իրանահայ համայնքում, բայց բարեբախտաբար դրանք խիստ սահմանափակ եւ փոքրաթիվ են։ Իրանահայ համայնքի մեծամասնությունը մեծ վրթովմունքով, դժգոհությամբ եւ մտահոգությամբ է հետևում այն ինչին, որ տեղի է ունենում հայ առաքելական Սուրբ եկեղեցու Մայր Աթոր Սուրբ Էջմիածնի եւ Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսի շուրջ։ Մեծ մտահոգությամբ է հետևում դրանց, չնայած որ իրանահայ թեմերը պատկանում են Մեծիտան Կիլիկիո կաթողիկոսությանը, սակայն համայնքը մի բան շատ լավ գիտակցում է։ Մենք բոլորս այսինքն հայությունը պետք է դա գիտակցի նաև Սփյուռքում, որ այս գործողությունները կոնկրետ ուղղված չեն Մայր Աթոր Սուրբ Էջմիածնի կամ Վեհափար Հայրապետի դեմ։ Դրանք միայն պատրվակ են։ Այս գործողությունները հստակ ուղղված են հայ առաքելական Սուրբ եկեղեցու դեմ, հստակ ուղղված են հայ մարդու ինքնության դեմ, հայ մարդու նկարագրի դեմ, այն կարևոր հոգևոր առանցքի դեմ, որը մինչ օրս պահպանել է հայ մարդու էությունը, ձևավորել է նրա աշխարհընկալումը, մտածողությունը, հոգևոր արժեքները։ Այն առանցքը, որը պետականության բացակայության ժամանակ կատարել է պետականության դերը, պահպանել է հայ ժողովրդին, ուղղակի ուղղված են դրա դեմ։ Մենք մի քանի առանցքներ ենք ունեցել։ Բանակն է եղել դա, ազգային գաղափարախոսությունն է եղել եւ այս բոլորին իրենք հարվածել են, այս բոլորը թուլացրել են, փչացրել են, խզբզել են այս բոլորի վերականգնելը այնուամենայնիվ ես կասեի ժամանակ կպահանջի, բայց հեշտ է լինելու։ Բանակը կարելի է վերականգնել։ Այս իշխանությունները գնացին, նոր իշխանություններ եկան, ազգային մտածողություն ունեցան, տևական ժամանակում տեսանելի ապագայում կարող են բանակը վերականգնել։ Ազգային գաղափարախոսությունը կարելի է վերականգնել։ Բայց եթե դու հարվածում ես հոգևորին, հարվածում ես հոգևոր մտածողությանը, խեղում ես հոգևոր մտածողությունը, հանրության մոտ այդ հոգևոր խեղված հոգևոր մտածողության վերականգնելը չափազանց բարդ ու դժվար ու ժամանակատար գործընթաց է լինելու, մեծ ծախսեր է պահանջելու մեզանից։ Մենք պիտի գիտակցենք, որ եթե այնուամենայնիվ Աստված միարասցե այս իշխանություններին հաջողվի այդ իրենց դժոխային գեհենական ծրագիրը հայ առաքելական եկեղեցու հետ կապված ներկայդրության Մայր Աթոր Սուրբ Էջմիածնի եւ ամենայն հայոց կաթողիկոսի հետ կապված իրականացնեն, ես չեմ կասկածում, որ տեսանելի ապագայում Սփյուռքում եւս ստեղծելու են նման կորիզներ եւ թիրախավորելու են Մեծիտան Կիլիկիո կաթողիկոսության եւս, Այսինքն հաջորդը Արամ առաջինն է լինելու։ Միգուցե Արամ առաջինը չլինի, բայց ես չեմ կասկածում, որ նման կորիզներ կստեղծեն եւ կփորձեն թիրախավորել։ Հենց այդ փորձերը մեծ խնդիրներ են ստեղծելու համայնքում, որովհետեւ կրկնում եմ, թիրախը ոչ թե միայն Մայր Աթոռն է, Վեհափար հայ, թիրախը հայ առաքելական եկեղեցին իր ամբողջությամբ է։ Դուք ասում եք սա որպես իրանահայ, ով ապրում է իսլամական երկրում եւ գիտակցում է եկեղեցու։ Ես ասում եմ սա որպես հայ մարդ։ Կապ չունի իրանահայ եմ, ապրում եմ որ երկրում, ամերիկահայ եմ, ֆրանսահայ եմ, ինչ եմ։ Ես սա ասում եմ որպես հայ մարդ, որպես հայ առաքելական եկեղեցու հավատավոր զավակ։
Ով նաև տեսել է գործի վրա եկեղեցու դերը հենց նույն Սփյուռքի կյանքում։ Այո, մենք զգացել ենք այն ժամանակ, որ պետականություն գոյություն չի ունեցել, զգացել ենք հայ առաքելական եկեղեցու դերակատարությունը, Նաև հիմա այո, ցույցերի ժամանակ, երբ որ հիմա եւս այո, որովհետեւ թեմական խորհուրդները, ազգային կառույցները հայ առաքելական եկեղեցու շուրջ, կանոնագրության շուրջ են ձևավորված Մեծի տանը Կիլիկիո եւ աշխատում։ Այդ ամեն ինչը տեսնում ենք, եկեղեցին Սփյուռքում մեծ դերակատարություն ունի ինքնության պահպանման գործում։ Երբ դու սկսում ես այդ ինքնությանը հարվածել, այդ հոգևորին հարվածել, դա արդեն շատ վատ տեղ է կարող տանել։ Պարպում ես ժողովրդին հոգևոր արժեքից, պարպում ես այն սրբությունները, որ գործում ես, այդ սրբապղծության նման մի բան է սա, այս ամեն ինչ որ տեղի ունենում եկեղեցիներում, այսինչ քաղաքապետը իրեն համարձակվում է կանգնել եկեղեցու դուռը փակել, հերծված կարգալույց քահանա խորան բարձրանա պատարակ մատուցել։ Մի խումբ, որոնք կյանքում եկեղեցի չեն մտել, խաչակնքել չգիտի, նորմալ աղոթել հայրերը, եթե հարցնես դրանցից, ոչ մեկը չգիտեն, մեծ մասը, չասեմ ոչ մեկը, մեծ մասը գուցե սովորել են այս ընթացքում, պարտադրել են իրենց, որ անգիր անեն, չգիտեն, միանգամից այդ ոնց եղավ եկեղեցապաշտ դարձան, ամեն կիրակի պատարակի են մասնակցում, իսկ եթե մի կիրակի Նիկոլ Փաշինյանը բացակայում է հանրապետությունից չի մասնակցում, դրանք չեն գնում պատարակի։ Արձակուրդ են վերցնում։ Արձակուրդ ոնց կարելի է նման բան։ Ոնց կարելի է, եթե դու պատարակի ես, ամեն կիրակի պետք է մասնակցես պատարակին, ոչ թե հայտարարում են ինչ, եւ մենք մասնակցում են այն պատարակին, որին մասնակցում է վարչապետը։ Դից բան կա միթե եկեղեցու մեջ, որ նման ավանդույթ միթե կա 1700-ամյա մեր եկեղեցում, ամոթ է, սրանք իսկապես ամոթ են եւ մտահոգիչ են, պատիվ չեն բերում ամբողջ հայ ժողովրդին։ Պարոն Շանազարյան, շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Հիշեցնեմ այսօրվա իմ հյուրն է Իրանահայ համայնքի ակտիվ ներկայացուցիչ Ալիք օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Շահնազարյանը։ Մեր հաջորդ թողարկումը վաղն է, հաջողություն։